Բարի լույս, շնորհակալ եմ։ Վրեժխնդրությամբ երկիր չեն կառավարում։ Այդպիսի երկիրը ապագա չունի։ Ապագա չունի վրեժխնդրությամբ առաջնորդվող ղեկավարը։ Սկզբունք, խիղճ, համոզմունք չունեցողների իշխանությունը պատված է դառնում հասարակության գլխին։ Դուք այդպիսի իշխանություն եք։ Ազատությունից, ինքնուրույնությունից զուրկ։ Մարդատյացը չի կարող մարդակենտրոն քաղաքականություն վարել։ Պետական մտածողություն չունեցողը չի կարող անկախ ինքնիշխան պետություն կայացնել։ Ազգային հոգեկրթված չունեցողը չի կարող ժողովուրդ առաջնորդել։ Մտքի ու կամքի ազատություն չունեցողը ստրուկ է եւ ղեկավարի եւ օտարի։ Սա իբրև փիլիսոփայություն։ Հիմա կոնկրետ։ Ամեն բան ճանաչում է համեմատությամբ։ Լսեք։ Արցախի կարգավիճակ ու անվտանգության ապահովումը բանակցային գործընթացում Հայաստանի առաջնահերթ գերակայություններն են։ Արտաքին քաղաքականության հիմնական նպատակը հայ ինքնիշխանության պաշտպանությունն է, Հայաստանի եւ Արցախի անվտանգության ապահովումը, Հայաստանի միջազգային հեղինակության բարձրացումը։ Կառավարությունը վերահաստատում է, որ Արցախը որպես հակամարտության հիմնական կողմ պետք է որոշիչ ձայն եւ ներգրավվածություն ունենա իրական եւ տևական խաղաղ հանգուցալուծման գործընթացում։ Դեպի Հայաստան եւ Արցախ ներդրումային ծրագրերի նախաձեռնմանը միտված ակտիվ գործունեություն։ ԵՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում Ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորում, որի հիմքում պետք է ընկած լինի միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, մասնավորապես ժողովուրդների իրավահավասարություն եւ ինքնորոշման իրավունքը։ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման գործընթացի շարունակականությունն ապահովելու ուղղությամբ կառավարությունը համոզված է, որ միայն ոչ իրի ճանաչման միջոցով է հնարավոր կանխարգելել նման հանցագործությունները, մարդկության դեմ հանցագործությունների եւ ցեղասպանությունների կանխարգելման միջազգային ջանքերում Հայաստանը շարունակելու է առաջամարտիկի դեր խաղալ։ Սրանք մեջբերումներ են իշխանության թավշյա բռնազավթումից հետո 2018 թվականի հունիսի 1-ի ձեր կառավարության առաջին ծրագրից։ Հիմա նայեք այսօրվա իրականությունը։ Նայեք ձեր պատկերին, ճանաչեք ինքներդ ձեզ։ 8.5 տարի իշխանություն եք։ Ինչից ինչ եք դարձել։ Դուք ինչ Հայաստան եք ընդունել, ինչ եք հռչակել, ինչի եք վերածել։ Առաջին ծրագրում հռչակածները համեմատեք այսօրվա իրականության հետ, 180 աստիճանով հակառակն եք արել։ Միջանկյալ Նախիջևանի մասին։ Մի առիթով պատմաբան թղթակից անդամ ակադեմիկոսներ վարչապետ Վազգեն Սարգսյանի մոտ են։ Խոսք է գնում Նոյի Արարատ լեռան մասին։ Ներկայացից մեկը քաշվելով, բայց պարոն վարչապետ, վարկած կա, որ Նոյը այս Արարատի վրա չի իջել, այլ ավելի խորքերում մի սար կա նրա վրա։ Վազգեն Սարգսյանը ձեռք խփում է սեղանին ու իր ջղային տոնով ասում. Ուրեմն լսեք, գրեք, Նոյը հենց այդ նույն Նոյն է, իջել է հենց այս Արարատի վրա ու առաջինն էլ իջել է Դավալու։ Ուրիշներն իրենց չունեցածն են յուրացնում, դուք մեր եք կասկածում։ Վազգենը Դավալու է ասում, բայց հայերեն։ Դուք ադրբեջաներեն։ Այս է իրականի ու ֆեյքի տարբերությունը։ Այսօր գրել եք հավասարակշռված եւ հավասարակշռման։ Լռեք, հա։ Բայց հայերենում մի բառ էլ կա։ Հաշվեկշիռ։ 8.5 տարվա ձեր հաշվեկշիռը ավերումն է, կորուստները, կեղծիքը, երեսպաշտությունը, շարունակական զիջումները։ Նոր ծրագիր ներկայացնելուց առաջ քաղաքական պատասխանատվություն պիտի կրեք, այլապես ինչպես արդեն անոնսել եք, նոր ողբերգություններ եք բերելու։ Իրական Հայաստանի ձեր կեղծ գաղափարախոսությանը Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը հավանություն չի տվել, կեղծիք է։ Ժողովրդի անունից քիչ խոսեք։ Բոլոր մեծ հանցագործությունները կատարվել են ժողովրդի անունով։ Դուք իրական հայկական իշխանություն չեք, դուք ֆեյք եք, ոչ հայկական, հակահայկական երանգներով։ Հիմա Տիգրանաշենը։ Այս գյուղերը ադրբեջանական տարածքներ են։ Քանի կար անկլավների իրավական հիմքերը չէի գտել,
Արցախի ռազմական ղեկավարության վեհապարի կողքին եք կանգնում, թե ձեր իրավական հիմքերը Հեյդարի տղա Իլհամն ու Փաշազադեն են։ Իրավական հիմք եք ուզում։ Կար Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ, ինքնորոշման ճանաչման իրավունքով։ Իրավական հիմք էր Մինսկի խումբը, որ լուծարեցիք Իլհամի պահանջով։ Հեյդարի տղա Իլհամը երբևէ ասել է, որ օկուպացրել է հայ ինքնիշխան տարածքը։ Երբեք չի ասելու, այլ բաներ ասել է կապիտուլյացիա եք ստորագրել, ասել է երկխոսություն չկա մոնոլոգ է, ինչ ասում եմ անում են, ասել է Զանգեզուրի միջանցք, Արևմտյան Ադրբեջան, ասել է տանկերով չեն գալու, այլ անխոչնդոտ մեքենաներով, ասել է գոյչա, ասել է ատոմակայան չի լինելու, ասել է նոր սահմանադրություն, հակադարձեք, քանի քառակուսի կիլոմետր է օկուպացրել, 200, 220, 250, Գորիս կապան ճանապարհը միանձնյա որոշումով ՊՆ նախարարի ստորագրությամբ հանձնել եք, քանի քառակուսի կիլոմետր է, 500, 600, 700, հաշվեք, թե սա էլ է մտնում իշխանասարի ներքին հանդի Ջերմուկի Վարդենիսի նոյեմբերյանի տարածքների մեջ, պատասխանեք, ու քանի դեռ իրական հաշվետվություն չեք տվել, քաղաքական պատասխանատվության չեք ենթարկվել, ձեր բոլոր ծրագրերը փուչ են ու անիմաստ, լեզուն ոսկոր չունի, ժամերով խոսեք, բայց մի ասացվածք էլ կա, վիզ ծռելով նպատակին չեն հասնում։ Դուք կազմաքանդում եք Հայաստանի Հանրապետությունը, ձեր բերելիք 4-րդ հանրապետությունը ինքնիշխան պետություն չէ, նոր որակի պետություն չէ, առանց տարածքային ամբողջականության, առանց ատոմակայանի անինքնություն տարածք է արտաքին կառավարման ենթակա օբյեկտ։ Դուք ոչ թավշյա բռնի հակաժողովրդավարական ներկայություն եք անխուսափելի հատուցման վերջաբանով։ Ինչ որ կար ժամանակ էլ ձեզ իշխանություն համարեք, անվերջ ֆեստիվալվեք, աղանդավորական համաժողովներ հրավիրեք, քպական կաստայով ապրեք վայելեք ձեր այսօրը, մինչև քաղաքական ու իրավական պատասխանատվություն։ Վրեժխնդրությամբ երկիր չեն կառավարում։ Հարգելի քաղաքացիներ, Ռոբերտ Քոչարյանը 10 տարի ղեկավարել է այս երկիրը եւ լավ է ղեկավարել։ Նրա հանդեպ այս վերաբերմունքը հակապետական է եւ տմարդություն։ Շնորհակալ եմ։